Ողջույն, այսօրվա մեր թեման լադի գլխավոր աստիճաններն են։ Յուրաքանչյուր լադ ունի 3 գլխավոր աստիճաններ, իսկ ինչու են նրանք կոչվում գլխավոր աստիճաններ, քանի որ բնորոշում են լադը, այսինքն լադը լինում է երկու տեսակ, մաժոր և մինոր, հետևաբար բոլոր գլխավոր աստիճաններում կառուցվող եռահանչյունները, եթե լադը մաժոր է, ապա եռահանչյունները բոլորը մաժոր են, եթե մեր լադը մինոր է, ապա գլխավոր աստիճաններից կառուցվող եռահանչյունները մինոր են։ Իսկ հիմա եկեք խոսենք, թե որ աստիճաններն են գլխավոր։ Մենք սովորել ենք առաջին, 4-րդ և 5-րդ աստիճանները, իսկ հիմա եկեք հասկանանք, ինչպես են նրանք կոչվում, առաջին աստիճանը տոնիկան է, տոնիկան ամենակայուն և ամենագլխավոր աստիճանն է, մենք գրում ենք լատինատար T, երբ որ մաժորում ենք մեծատար T, երբ որ մինորում ենք, գրում ենք փոքրատար T, երկրորդ շատ կարևոր աստիճանը, 5-րդ աստիճանն է դոմինանտան ինքը ևս կայուն աստիճան է, առաջինն ու 5-րորդը կայուն աստիճաններ են, նաև լինելով գլխավոր, նրանք նաև կայուն են, դոմինանտան գերիշխող, նշանակում է գերիշխող, 5-րդ աստիճանն է, 5-րդ աստիճանի վրա կառուցվում է դոմինանտա, հաջորդը սուբդոմինանտա, ինչ է նշանակում սուբ, նշանակում է դոմինանտայի տակ, սուբդոմինանտա, դոմինանտայի տակ, 5-րդ աստիճանի վրա, առաջինը տոնիկան է, 5-րորդը դոմինանտան է, իսկ սուբդոմինանտան 5-րդի տակ, ուրեմն 4-րդ աստիճանի վրա էլ կառուցվում է սուբդոմինանտան, ստացվում է, առաջին աստիճանի վրա կառուցվում է տոնիկան, 4-րդ աստիճանի վրա կառուցվում է սուբդոմինանտան, իսկ 5-րդ աստիճանի վրա կառուցվում է դոմինանտան։ Եկեք նաև հասկանանք, թե ինչպես են կոչվում եռահանչյունները, որոնք կառուցվում են գլխավոր աստիճանների վրա։ Առաջին աստիճանի տոնիկայի վրա կառուցվող եռահանչյունը կոչվում է տոնիկական եռահանչյուն։ 4-րդ աստիճանի վրա սուբդոմինանտայի վրա կառուցվող եռահանչյունը կոչվում է սուբդոմինանտային եռահանչյուն, իսկ 5-րդ աստիճանի վրա կառուցվող եռահանչյունը կոչվում է դոմինանտային եռահանչյուն։ Պես հիշում եք, ես ասեցի, որ գլխավոր աստիճանները բնորոշում են լադը, այսինքն մաժորում բոլորը մաժոր են, մինորում բոլորը մինոր, իսկ հիմա եկեք ստեղնաշարի վրա նվագենք աստիճաններով և տեսնենք, արդյոք ես ճիշտ էի ասում, արդյոք մաժորում բոլորը մաժոր են, իսկ մինորում բոլորը մինոր։ Իսկ հիմա եկեք դո մաժոր գամման վերցնենք և բոլոր աստիճաններից կառուցենք եռահանչյուններ և տեսնենք, արդյոք ես ճիշտ էի ասում, առաջին, 4-րդ և 5-րդ, այսինքն գլխավոր աստիճաններից կառուցվող եռահանչյունները մաժոր են և բնորոշում են արդյոք լադը, թե ոչ։ Առաջինը դո մի սոլ, հիշում եք առաջին աստիճանը մեր մոտ կոչվում է տոնիկա, հետևաբար եռահանչյունը տոնիկական, մեծ տերցիա գումարած փոքր տերցիա, սա մաժոր եռահանչյան կառուցվածքն է, հետևաբար բնորոշում են լադը, մաժոր եռահանչյուն է, տոնիկայի վրա կառուցվում։ Ռեֆալյան, նայեք, ռեֆան փոքր տերցիա է, նայեք, մեկ ստեղն կա, տոն, կիսատոն, 1.5 տոն, սա փոքր տերցիան է, ֆալա, մեծ տերցիա է, տոն, գումարած տոն, հավասար է 2 տոն, սա մեծ տերցիա, 2 սև ստեղն կա, ուրեմն մեծ տերցիա է, փոքր տերցիա, գումարած մեծ տերցիա, սա մինոր եռահանչյան կառուցվածքն է, նույնիսկ հնչողությամբ, լսում ենք, որ ավելի տխուր է հնչում, ուրեմն սա մինոր է։ Հաջորդ, 3-րդ աստիճանից կառուցենք եռահանչյունը, կրկին մինոր է, փոքր տերցիա 1 սև ստեղն կա և մեծ տերցիա 2 սև ստեղն, մինոր եռահանչյուն, հետևաբար 3-րդ աստիճանին կառուցվող լադը եռահանչյունը չի բնորոշում լադը, 4-րդ աստիճանից կառուցվող եռահանչյունը մաժոր է, նայեք,
մեծ տերցիա գումարած փոքր տերցիա, սա մաժոր եռահանչյան կառուցվածքն է։ 4-րդ աստիճանը մեր մոտ սուբդոմինանտան է։ Հետևաբար եռահանչյունը սուբդոմինանտային եռահանչյուն է կոչվում եւ հիշում եք մաժոր գամման, դո մաժոր գամման մեր մոտ իհարկե մաժոր է։ Եռահանչյունը եւս մաժոր է։ Ուրեմն բնորոշեց լադը եւ դարձավ գլխավոր։ Սոլ հնչյունից։ Սոլը մեր մոտ 5-րդ աստիճանն է։ Սոլ, սի, ռե։ 5-րդ աստիճանը դոմինանտա է կոչվում։ Հետևաբար եռահանչյունը կկոչվի դոմինանտային եռահանչյուն։ Մաժոր է։ Նայեք, մեծ տերցիա գումարած փոքր տերցիա։ Գլխավոր աստիճան է, բնորոշում է լադը։ Հաջորդը։ 6-րդ աստիճանից նայեք, մինոր է, փոքր տերցիա գումարած մեծ տերցիա։ Չի բնորոշում լադը։ Հաջորդը։ Սի, ռե, ֆա։ Նայեք, սիրեն, փոքր տերցիա, ռե, ֆա, կրկին փոքր տերցիա։ Ինչ է նշանակում այս եռահանչյունը։ Ինչպես է կոչվում, փոքրացրած է կոչվում այս եռահանչյունը։ Ինչպես լսում եք, եզրի հնչյուններն էլ մաքուր կվինտաժ են, ինչպես մաժոր եւ մինոր եռահանչյուններում, այլ եռատոն են։ Կարող եք լուծել։ Լավ, սրա մասին հետո ուզում եմ ասել, որ 7-րդ աստիճանից կառուցվող եռահանչյունը փոքրացրած է, ոչ մաժոր է, ոչ մինոր։ Հետո կրկին տոնիկական եռահանչյուն է։ Ուրեմն ինչ հասկացանք, որ դո մաժոր գամմայում գլխավոր աստիճաններից կառուցվող եռահանչյունները բոլորը պետք է լինեն մաժոր, իսկ մինորում մինոր, նայեք, դո մի սոլ, ֆա լա դո, սոլ սի ռե, նորից դո մի սոլ, նկատի ունեմ այս 3 գլխավոր աստիճաններից կառուցվող եռահանչյունները մաժոր են եւ բնորոշում են մեր լադը։ Իսկ հիմա եկեք դո մաժորին զուգահեռ տոնայնությունը վերցնենք լա մինոր եւ բոլոր աստիճաններից կառուցենք եռահանչյուններ։ Գլխավոր աստիճանների եռահանչյունները պետք է լինեն մինոր եւ բնորոշեն լադը։ Եկեք կառուցենք եւ տեսնենք արդյոք այդպես է թե ոչ, ինչպես մաժորում։ Առաջին աստիճանը լան է, լա, դո, մի, մինոր եռահանչյուն է, ինչպես հիշում ենք, մինոր եռահանչյան կառուցվածքը փոքր տերցիա գումարած մեծ տերցիա է, առաջին աստիճանը կոչվում է տոնիկա, հետևաբար եռահանչյունը կկոչվի տոնիկական եռահանչյուն, քանի որ կառուցվում է առաջին աստիճանից, լա, դո, մի, մինոր եռահանչյուն է, բնորոշում է լադը, լադն էլ է մինոր։ Հետևաբար գլխավոր է, հիշում եք։ Երկրորդ աստիճանից կառուցվող եռահանչյունը փոքրացրած է, բաղկացած է 2 փոքր տերցիաներից։ Ինչպես հիշում ենք, դո մաժորում 7-րդ աստիճանից էր կառուցվում փոքրացրած եռահանչյունը, իսկ մինորում 2-րդ աստիճանից է կառուցվում փոքրացրած եռահանչյունը։ Հաջորդը 3-րդ աստիճանից կառուցվող եռահանչյունը մաժոր է, նայեք, մեծ տերցիա գումարած փոքր տերցիա, մաժոր եռահանչյուն է, հետևաբար չի բնորոշում լադը։ 4-րդ աստիճանից կառուցվող լադը ավելի տխուր է, հանգիստ է, հետևաբար մինոր է, փոքր տերցիա գումարած մեծ տերցիա։ Հիշում եք 4-րդ աստիճանը ինչպես էր կոչվում։ Սուբդոմինանտա։ Հետևաբար մեր եռահանչյունը կլինի սուբդոմինանտային եռահանչյուն։ Նայեք, մինոր է լադը, եռահանչյունն է մինոր, հետևաբար բնորոշում է լադը եւ գլխավոր է։ Հաջորդը 5-րդ աստիճանից կառուցվող եռահանչյունը, հիշում եք, 5-րդ աստիճանը դոմինանտան է, դոմինանտային եռահանչյունը եւս մինոր է, եւս բնորոշում է լադը, բայց մենք հաճախ աշխատում ենք մինոր լադում, հիմնականում բարձրացնում ենք 7-րդ աստիճանը։ Երբ որ բարձրացնում ենք 7-րդ աստիճանը, մեր մոտ ստացվում է մաժոր եռահանչյուն։ Մաժոր եւ երբ մաժոր է, դեն գրում ենք մեծատառով։
մի սոլ դեսի, սա հարմոնիկում, միայն հարմոնիկում, իսկ բնական մինորում իհարկե մինոր է մեր եռահանջունը, իսկ հարմոնիկում կլինի մաժոր և կգրվի մեծատար դեով։ Հաջորդը 6-րդ աստիճանից կառուցվող եռահանջունը, ինչպես տեսնում եք, մաժոր է և չի բնորոշում լադը։ 7-րդ աստիճանից կառուցվող եռահանջունը մաժոր է և չի բնորոշում լադը։ Մինոր է եռահանջունը, տոնիկական եռահանջունն է, ինչպես հիշում եք, մինոր է և բնորոշեց լադը։ Եվ այսպես մեր մինոր լադում գլխավոր աստիճաններից կառուցվող եռահանջունները մինոր են և բնորոշում են լադը։